Պարոն երկրորդ նախագահ, հավաքի ռադարա սաստավը ազգային ժողովից, շատ վատ սաստավ ես հավաքի, կիսամիլիոնատերեր, գեներալներ, որոնց Նիկոլը պլենդուզի մակարդակին իջնելով ասում է համբալի մեկը, կամ Ալենը ասում է արա գնա ստեղից, դաշնակցականներ, որոնք քո ընտրազանգվածին ժամանակին ես չուզելով Հայաստան դաշինք եմ ընտրել 21-ին, հույս ունենալով, որ այդ բանը կկանգնի, ասում են քաղաքական պարազիտներ, մանր մուներները կռուտի տնալում ասում են դե Միշիկը մեր համար կամ հավաքի սաստավը ռադար ազգային ժողովից, կամ եթե շարունակում ես այս սաստավ գնալ, շանս չունես, բացառվում է, ես ուսանող տարիներին մտածում էի, որ երկրի ղեկավարությունը, չինովնիկությունը, բյուրոկրատական ապարատը բավականին խելացի մարդիկ են, մեզնից անգամներ, եթե երկիր են ղեկավարում, պարզվավ ինչ, օպորտյունիստներ, որ ասում են ընկել են դրախտ, խելքի մասին նշույլ չկա, կամ այդ անձնակազմը ռադարա, ես քեզ ավելին ասեմ, ուզում ես տղուտ վատություն չանես, հանի քաղաքականությունից, երբ որ Խամոյան Ագնեսն ասում մենք հարցեր ունենք, թե Նիկոլը ոնց հայտնվավ իշխանությունում, Նյուզեմ-ը Լևոն Քոչարյանին հարցնում է, ասում է Նիկոլը ոնց եկավ իշխանության, ասում է ժողովրդական ճնշման արդյունքում։ Դուք տունը չեք խոսում իրար հետ, ես չեմ հասկանում։ Դու հասկանում ես, որ քեզ վնաս են տալիս։ Այն որ ասում է դու կաթիլ նստում ես լուրջ դեմքով անցած պոտենցիալիդ վրա ռեյտինգ ես փորձում բարձրացնել, քո անձնակազմը մարդ չկա տունը, փոխի